Ողջույն, այսօր կծանոթանանք Architect AI հնարավորություններից մեկի օրինակով, թե ինչ հնարավորություններ ունի այն։ Ուրեմն սկզբի համար բեռնում ենք նախագիծը, որի մասով պետք է փորձաքննությունը անցկացվի։ Նշում ենք հետևյալ բաժնում անվանումը, օրինակ նա իրենից նշանակում է մսամթերքի արտադրամաս, այս հատվածում գրում ենք ավելի մանրամասնություններ նրա մասով, այս պահին շատ ավելի մանրամասն չենք գրի, ստեղ նշում ենք որպես արտադրական շինություն, նորմատիվ բազա տիրույթում ավելացնում ենք նորմերը, որի համաձայն պետք է առհասարակ ուսումնասիրությունը կատարվի եւ համեմատի, որքանով համապատասխանում թե որ նորմին, լացնենք նաեւ ջեռուցում ութափոխությանը վերաբերվող, գնում ենք օրինակ պայմանական տարածքներից, տիրույթներից որևիցե մեկով, որը որ կոնկրետ տվյալ ուսումնասիրության ավելի համապատասխան կարա լինի, օրինակ կարող ենք մենք գնալ շաբլոնների տիրույթ եւ նոր շաբլոն որպես ավելացնենք, այստեղ ես արդեն պատրաստել եմ, մի վայրկյան, ուրեմն շաբլոնի ձև եմ պատրաստել, սա իրենից նշանակում է հետևյալը, ստեղ օրինակ կարող ենք գրել այն հարցը, որը շաբլոնի վերնագիր կարա լինի, հենց ինքնին հարցը, ավելացնում ենք, մսամթերքի արտադրամաս է, գտիր օդափոխության մասով առավելագույնը 10 խնդիր, ինչ է իր բովանդակությունը ծանոթանանք, քանի որ AI հատկություն ունի հալուցինացիաների մեջ ընկնելու, մենք իրան համար կպատրաստենք prompt կոչվածը, թե ինքը ինչ ձևաչափով մտածի, օրինակ տվյալ դեպքում կարող ենք միշտ այս կոնցեպտը պահպանել ձևաչափը ու միշտ այս մասը փոխենք ու որպես հարցադրում, օրինակ գրում ենք դու 20 տարվա աշխատանքային փորձով փորձառու փորձագետ ես Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, հրահանգ, մսամթերքի արտադրամասը գտիր օդափոխության մասով առավելագույնը 10 խնդիր, եթե խնդիրների քանակը քիչ է, մի հորինի նորերը, քեզ տրամադրում եմ 2 ֆայլ, նորմատիվ բազա տիրույթում, նորմատիվ փաստաթուղթը, նախագծային ֆայլեր տիրույթում, շենքի գծագրերը, քո խնդիրն է բացառապես հիմնվելով այս ֆայլերի վրա պատասխանել պահանջներ, գտիր կոնկրետ կետը եւ նշիր, որ էջից ես գտել նորմի կետը, նշիր նորմի այն աղյուսակը կամ կետը, որտեղ սահմանված են պահանջները, մեջբերում, խնդրում եմ մեջբերել նորմատիվի այն հատվածը, որի հիման վրա կայացրել ես եզրակացությունը, խիստ հետևիր հետևյալ կանոնին, ցույց տուր նորմի կետի էջը, մի օգտագործիր քո արտաքին գիտելիքները, եթե տրամադրվում են նյութերում պատասխանը չկա, ուղղակի մի հորինիր, խիստ կարևոր է հալուցինացիաների մեջ չընկնես, այս ձևաչափով մենք լրացնում ենք, ինչպես որ տեսակ, նաև կարող ենք սա պահպանել որպես շաբլոն, հաջորդիվ հարցումների ժամանակ արդեն օգտվելով շաբլոնից եւ շահելով ժամանակ եւ էներգիա, սա արդեն կարող ենք մենք խորհրդատու տիրույթում որպես շաբլոն բերել, մսամթերքի արտադրամասը գտիր օդափոխության մասով առավելագույն 10 խնդիր, հետևյալ բաժնում ընդգրկելով սեղմում ենք կատարել կոճակը, այնուհետև սպասում ենք 1-2 րոպե, կախված հարցադրման ծանրությունից, կախված հարցադրման ծավալից,
թե ինչ խնդիրներ ինքը պետք է լուծի։ Արդյունքներն են, տեսնում ենք, թե ինչեր է հայտնաբերել 10 կետ մինչև, ապա հերթով մենք ծանոթանանք արդյոք նա կարողացել է գտնել նորմերի կետերի համաձայն, թե ինչ խախտումներ կան։ Օրինակ, սա ջրություն, օդափոխություն և օդի լավորակում նորմն է, սա մենք կտեղափոխենք հետևյալ հատված, ուրեմն օդի վերաշրջանառության ռեցիրկուլյացիայի արգելքը։ Նկարագրություն։ Նախագծային սխեմայում պատկերված է օդի խառնման հնարավորություն մսամթերքի արտադրամասերում, որտեղ առկա են սպეციფիկ հոտեր և հնարավոր է բակտերիալ աղտոտում, օդի վրա վերաշրջանառությունը խստիվ արգելվում է։ Ուրեմն նորմի կետը 746 ենթակետ B H13, գնում ենք 13 H, ուրեմն նայում ենք 7, 4 և 6 կետը, մտիկացնենք, որ ավելի նկատելի լինի, ուրեմն ինչ է իրենից ներկայացնում B հատվածը։ Սենքերից, որտեղ օդում հիվանդացի մարեների և սնկերի կոնցենտրացիաները գերազանցում են սահմանված սանիտարական նորմերին կամ որոնցում կան սուր արտահայտված տհաճ հոտեր։ Օդի վերաշրջանությունը չի թույլատրվում։ Անցնում ենք հետևյալ մասում, տեսնենք ինչ է ասվում։ Օդի վերաշրջանառություն չի թույլատրվում սենքերից, որտեղ օդի հիվանդացի մարեները և սնկերի կոնցենտրացիան գերազանցում են սահմանված սանիտարական նորմերին, որոնցում կան սուր արտահայտված տհաճ հոտեր, կարգավիճակ խախտում։ Տեսնում ենք, որ տվյալ կետը գտել է, որպես խնդիր ներկայացրել է, թե որքանով ենք մենք այդ կետի հետ հաշտ, արդեն մեր որոշումն է։ Օդի բացասական հաշվեկշռի ապահովումը։ Նկարագրություն։ Արտադրական գոտում, որտեղ առաջանում են հոտեր, պետք է ապահովի օդի բացասական ճնշում, արտածումը պետք է գերազանցի ներհոսից, որպեսզի կանխվի հոտերի տարածումը հարակից մաքուր սենկեր։ Նորմ 7.5.4, քանի որ տվյալ էջում ենք արդեն 13-րդ, գնանք այդ հատվածը 7.5.4-ը։ A և B կարգի սենքերի, ինչպես նաև արտադրական սենքերի համար, որտեղ անջատվում են վնասակար նյութեր կամ սուր արտահայտված տհաճ հոտեր, պետք է նախատեսել բացասական հավասարակշռությամբ, փոքր sense բան անենք, որ երևա, անհավասարակշռություն, բացի մաքուր սենքերից, որտեղ անհրաժեշտ է պահպանել օդի ավելցուկային ճնշումը։ Այսինքն նույնը, որպես մեջբերում իրականացվել է, տեսնում ենք արտադրական սենքերի համար, որտեղ անջատվում են վնասակար նյութեր կամ սուր արտահայտված տհաճ հոտեր, պետք է նախատեսել բացասական անհավասարակշռություն, կարգավիճակ խախտում։ Հասկացանք, որ այս կետն էլ է հայտնաբերել, որպես խնդիր նկատել է և ցույց տվել։ Երրորդ կետ։ Արտաքին օդի ընդունման բարձրությունը։ Նկարագրություն։ Նախագծում հստակեցված չէ օդի ընդունման բարձրությունը գետնի մակերևույթից։ Սննդի արտադրության դեպքում սա կրիտիկական է փոշուց պաշտպանելու համար։ Նորմ հետևյալ կետն է ներկայացնում, որպես մեջբերում գրում է, որ ընդհանուր սարքվածքների անցքի ստորին եզրը պետք է գտնվի գետնի մակերևույթից առնվազն 2 մետր բարձրության վրա, կարգավիճակ խախտում։ Մենք գնում ենք հետևաբար 7.3.3 հատվածը, որը ինքնին 12-րդ էջում է, ինչպես որ ստեղ տեսնում ենք, նշեմ,
Ընդունման սարքվածքների անցքի ստորին եզրը պետք է գտնվի գետնի մակերևույթից առնվազն 2 մետր բարձրության վրա։ Ավազի և փոշու ինտենսիվ տեղափոխման շրջաներում ընդունման անցքերից հետո պետք է նախատեսել ավազի և փոշու նստեցման խուցեր, իսկ անցքի ստորին եզրը պետք է գտնվի գետնի մակերևույթից առնվազն 3 մետր բարձրության վրա։ Այստեղ տեսնում ենք, որ 2 մետրի գաղափարը ճիշտ էր նկատել և որպես խնդիր ցույց էր տալիս։ Հիմա անդրադառնանք 4-րդ կետին։ Ինչ այն։ Գծագրում այսինչ տեղամասի մասին է խոսքը, օդատարները հատում են միջհարկային հակահրդեհային պատնեշները, սակայն նշված չեն հակահրդեհային կափույրները։ Գտել է դա որպես խնդիր ու մեջբերում է արել։ Գտնենք այս կետը, գնում ենք 18-րդ էջ, 7.11.1 Հրդեհի ժամանակ այրման արգասիքների թափանցումը սենքեր կանխելու նպատակով համափոխանակային օդափոխման, օդային ջեռուցման և լավորակման համակարգերի օդատարների վրա անհրաժեշտ է նախատեսել հետևյալ սարքվածքները. Ա. Հրակասեցնող կափույրներ հասարակական, վարչակենցաղային և G կարգի արտադրական սենքերի, հարկերի հավաքիչ օդատարների վրա, նրանց ուղղաձիգ ընդհանուր օդահավաքիչին միանալու տեղերում։ Նայում ենք մեջբերումը. հրդեհի ժամանակ այրման արգասիքների թափանցումը սենքեր կանխելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել հրակասեցնող կափույրներ, օդային փականներ և այլն։ Տեսնում ենք, որ այստեղ էլ կարծես թե կարողացել է գտնել խնդիրը և մեջբերում կատարել ըստ նորմատիվի հղման ու համարել որպես խախտում։ Օդատարների նյութերի ընտրությունը։ Այս դեպքում ուսումնասիրել է և պարզել է, որ խնդիր չկա, մսամթերքի արտադրամասերի համար օդատարները պետք է լինեն չայրվող նյութերից և ունենան հարթ ներքին մակերես սանիտարական մշակման համար, ջեռուցում, լավորակում, կետ, հետևյալը, գնանք այդ կետը, չայրվող նյութերից օդատարները պետք է նախագծել պայթյունավտանգ, հրդեհավտանգ խառնուրդների տեղական արտածումների համակարգերի վթային համակարգի 80 աստիճան ու ավել բարձր ջերմաստիճանով օդ տեղափոխող համակարգերի համար դրանց ամբողջ երկարությամբ, բնակելի, հասարակական, վարչակենցաղային և արտադրական շենքերի համափոխանակային օդափոխման, օդի լավորակման և օդաջեռուցման համակարգերի օդատարների տարանցիկ տեղամասերին և օդահավաքիչների համար։ Այստեղ էլ տեսնում ենք ինքը մեջբերում է կատարել չայրվող նյութերից օդատարները պետք է նախատեսել արտադրական շենքերի համափոխանակային օդափոխման օդատարների տարանցիկ տեղամասերին, կարգավիճակ, որպես համարել է համապատասխանում է ըստ գծագրում տեղ գտած ինֆորմացիայի։ Շարժվենք առաջ։ 6-րդ կետը. օդափոխիչների տեղադրումը սենքերի վրա։ Նկարագրություն. Օդափոխության սարքավորումները չպետք է տեղակայվեն այն սենքերի վրա, որտեղ մարդիկ մշտական աշխատում են, եթե չկա հատուկ ձայնամեկուսացում։ Հասարակական շենքեր, շինություններ, կետ 28 H5 մեջբերում. օդափոխման խցերը չպետք է տեղակայվեն մարդկանց մշտական աշխատանքասենյակների, հասարակական շենքերում տեղակայված բնակելի սենքերի վրա, ներքո կամ հարակից տարածքներում, կարգավիճակ՝ խախտում։ Գնում ենք հասարակական շենքեր և շինություններ, հատվածը H5 28 կետ, H5 ցույց տամ,
հասարակական շենքեր եւ շինություններ, H5 28 կետ։ Օդափոխման խցերը, վերելակների հորաններն ու մեքենախցերը, պայմանական պոմպակայանները, սառնանային սարքավորանքների մեքենախցերը, ջերմային կետերն ու այլ տեխնիկական սենքերը, որոնց սարքավորումներ հանդիսանում են աղմուկի և թրթռման աղբյուրներ, չպետք է տեղակայվեն հանդիսասրահների, փորձասրահների, բեմերի, ձայնասարքավորումների, ընթերցասրահների, հիվանդասենյակների, բուժման կաբինետների, վիրահատարանների, մարդկանց մշտական աշխատասենյակների, հասարակական շենքերում, տեղակայված բնակելի շենքերի վրա, ներքո կամ հարակից տարածքներում, դրանց տեղադրումը նշված սենքերի վրա, ներքո կամ հարակից թույլատրելի է, եթե դրանցում ապահովում է թրթռային ու ձայնային ճնշման նորմատիվ մակարդակը, որը պետք է համապատասխանի շինարարության նորմերի պահանջներին։ Անցնենք առաջ։ Հիմա 7-րդ կետը, թե ինչ է հայտնաբերել։ Օդի շարժման արագությունը աշխատանքային գոտում, նկարագրություն։ Մսամթերքի մշակման գոտում օդի բարձր արագությունը կարող է հանգեցնել արտադրանքի չորացման կամ աշխատակիցների առողջական խնդրի։ Ուրեմն, գնացել է դեպի ջեռուցում օդափոխություն օդի լավորակում, որպես կետ մեջբերել է H33-ի հավելված ան, գնում ենք համապատասխան edge-ը 33, աղյուսակ A համարել է հավելված ան, որպես ինք այդպես է ընկալել։ Ուրեմն, օդի շարժման արագությունը մետր/վայրկյան, ոչ ավել։ Տաք ժամանակաշրջան 0.5 մետր/վայրկյան, ցուրտ ժամանակաշրջան 0.2 մետր/վայրկյան, կարգավիճակ հաղթում նախագծային հաշվարկներում նշված չէ։ Քանի որ նախագծային հաշվարկներում նշված չկա հետևյալ պայմանը, համարել է որպես խնդիր ու ներկայացրել է։ Իսկ հիմա շարժվենք առաջ։ Սանիտարապաշտպանական գոտու պահպանումը։ Նկարագրություն։ Մսամթերքի արտադրամասը դասակարգվում է ըստ վտանգավորության աստիճանի, ինչը թելադրում է օդի արտանետման տեղը, նորմ, արտադրական և հասարակական նշանակության շենքեր, սանիտարական դասակարգում, կետ բաժին, 8 կետ հետևյալ մեջբերում մսի վերամշակման փոքր կազմակերպություններ դասակարգվում են որպես 5-րդ դասի օբյեկտներ, 50 մետր, կարգավիճակ համապատասխանում է։ Նայենք տեսնենք սա ինչ կետ է իրանից ներկայացնում։ Գնում ենք արտադրական և հասարակական նշանակություն ունեցող շենքերի կետին։ Սա իրանից այդ կետն է, մենք գնում ենք համապատասխան edge-ը 8, 5, կետ 6։ Մոտիկացնեմ։ Առանց ծխեցման մինչև 5 տոննա օրական հզորությամբ մսի վերամշակման, մինչև 10 տոննա հզորությամբ կաթի վերամշակման և մինչև 10 տոննա օրական հզորությամբ ձկան վերամշակման փոքր կազմակերպություններ և ցածր հզորությամբ արտադրամասեր։ Վայրկյան հասկանանք, փոքր-ինչ անհասկանալի էր։ 8, 5, 6, բաժին 8, բաժին 8, բաժին 8, սննդամթերքի և համային նյութերի վերամշակման արդյունաբերական օբյեկտներ և արտադրություններ։ Չգիտեմ սրանով ինչ է ուզեցել ասի։ Մի քիչ որ ավելի խորանանք, ինձ թվում է պարզ կլինի։ Անցնենք առաջ։ Օդատարների ջերմամեկուսացումը։ Նկարագրություն։ Ներհոս օդատարները, որոնք անցնում են
տաքացվող սենքերով պետք է լինեն ջերմամեկուսացված կոնդենսատի գոյացումը կանխելու համար։ Նորմ ջեռուցում, օդափոխություն եւ օդի լավորակում։ Կետ 6 3.2 Ուրեմն նայում ենք 6-րդ էջում հետևյալ կետը 6.3.2 Չջեռուցվող սենքերում ջեռուցման համակարգերի տեղադրվող խողովակների համար այն տեղերում, ուր հնարավոր է ջերմատարի սառչում, պետք է նախատեսել ջերմամեկուսացում։ Խողովակաշարերի ջերմամեկուսացումը պետք է նախատեսել նաև արհեստական սառեցվող սենքերում եւ դրանցում մի փոքր տեղաշարժենք եւ դրանցում այրվածքների ու խոնավության կոնդենսացման կանխման համար, որպես ջերմամեկուսիչ պետք է կիրառել ոչ ավել, քան ջերմահաղորդականությամբ ջերմամեկուսիչ նյութեր, որոնք հաստությունը ապահովի մակերևույթի վրա ոչ բարձր 40-ական ջերմաստիճան։ Չջեռուցվող սենքերով անցկացված խողովակաշարի եւ լրացուցիչ ջերմային կորուստները եւ ջեռուցման սարքերն արտաքին կառուցվածքների մոտ տեղադրելու հետևանքով առաջացած լրացուցիչ ջերմային կորուստները չպետք է գերազանցեն շենքի ջեռուցման համակարգի ջերմային հոսքի 7% հավելված ի։ Այստեղ ինքը ուսումնասիրել է փաստորեն, տեսել է, որ այդ խնդիրը լուծված է։ Սարքավորումների սպասարկման մատչելիությունը։ Նկարագրություն։ Օդափոխման խցերը պետք է ունենան բավարար տարածք սպասարկման համար։ Գնացել է հետևյալ նորմը H17 Նորմի կետը 7.10.7 Օդափոխման սարքավորումների սենքի բարձրությունը պետք է նախատեսել ոչ պակաս 0.8 մետր սարքավորման բարձրությունից ավել, ինչպես նաև հաշվի առնելով դրանցում ամբարձիչ մեքենաների աշխատանքը, բայց ոչ պակաս 1.8 մետր հատակից մինչև ծածկերի ցցված կոնստրուկցիաների տակը, սենքերում եւ աշխատանքային հարթակների վրա անցումների լայնությունը, սարքավորումների ցցված մասերի միջև, ինչպես նաև սարքավորման եւ շինարարական կառուցվածքների միջև պետք է նախատեսել 0.7 մետրից ոչ պակաս, հաշվի առնելով մոնտաժային եւ նորոգման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տարածքը։ Ուրեմն ստեղ մեջբերում որպես ինչ է գրել։ Անցքերի լայնությունը սարքավորումների ցցված մասերի միջև պետք է նախատեսել 0.7 մետրից ոչ պակաս։ Կարգավիճակ հաղթում սարքավորումների դասավորվածությունը խիտ է։ Այսինքն ինքը տեսել է, որ սարքավորումների դասավորվածությունը խիտ է եւ սպասարկման եւ մնացած հարցերի հետ կապված կարող խնդիր առաջանան, որպես հաղթում նկատել է։ Եզրակացություն։ Հաջորդ քայլեր։ Նախագիծն ունի լուրջ հայեցակարգային խնդիրներ, հատկապես օդի վերաշրջանառության եւ ճնշումների բաշխման մասով։ Անհրաժեշտ է վերանայել ահուների սխեման, բացառել ռեցիրկուլյացիան եւ ավելացնել հակահրդեհային կափույրները բոլոր հատվող հանգույցներում։ Նախագիծը պետք է վերադարձվի լրամշակման։ Այսպիսի փաստեր է արձանագրել ծրագիրը եւ մենք կարող ենք լրացուցիչ այլ հարցեր տալ, լրացուցիչ այլ խնդիրներ բացահայտելու համար ու հասկանալ որպես AI կողմից խորհրդատու գործիք օգտագործելով հասկանալ թե ինչ այլ խնդիրներ կա, որոնք որ հրատապային են, կրիտիկական են, որոնց լուծման կարիքը կա։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջորդիվ անգամներում այլ հարցադրումների համաձայն կհասկանանք, թե ինչ կարելի է բացահայտել եւ ինչպես է այդ բացահայտումը տեղի ունենում։ Շնորհակալություն, հաջողություն։